ահա աստվածային հրաշքով աշխում ու սարերում պահպանություն անող ողորմները և հրավոր երկրներից մորգերը տեսնելով աստղային լույսը եկան անցնելով երկար ճանապարհներ, եկան խոնարհվելու մոռացին մանկանաչը, եկան խոնարհվելու որպես նոր արքայի չի։ Եվ ահա նրանք եկան և այդ ժամանակ, երբ որ նրանք գալիս էին դեպի մոռացին մանկը, նոր արքան, երկնքից հրեշտակը երգեց «Փառք ի բարձունս Աստծո, երկրի խաղաղություն և մարդիկ հաշտություն»։ Աշխարհի խաղաղություն հրեշտակը մաղթեց և մարդկանց հաշտություն, սեր և միություն միմյանց մեջ։ Ահա առաջին մաղթանքը, առաջին պատգամը, առաջին աղոթքը երկնքից, որ Քրիստոսի ժամանակ իջավ, ելնելով առաջին երկրին խաղաղություն, սեր և միություն միմյանց։ Ես այդ մեր կյանքում այսօր, եթե չկա խաղաղություն հայրենիքում, պետությունում, չկա խաղաղություն ընտանիքներում, չկա խաղաղություն օրենքներս, մարդը ոչինչ անել չի կարող գտնել ճանապարհը, չի կարող կառուցել մեծ ծրագրեր և երազանքներ, քանզի ամբողջ ժամանակը գտնվի երկնքյան բաժանման մեջ, չի կարողանալ ճիշտ վերլուծություններ տարբերել կյանքին, և այդ իսկ պատճառով է, որ Աստծո առաջին պատգամը մեզ խաղաղությունն է։ Ասում գտեք խաղաղությունը, ունեցեք հոգեկան խաղաղություն և գտնեք ամեն ինչ ձեր կյանքում։ Չկա խաղաղություն, այսօր դա մեր ժամանակներում չէ, դա եղել է Քրիստոսի ժամանակ և նրանց դարերում։ Այսինքն աղբյուրը, որ մարդկանց մեծ միաբանությունը ծերը և պարտասել է ամբողջ ժամանակներում և ահա Քրիստոսը պատմում է պատգամում, որ գտնեք խաղաղությունը հոգեկան, վերանան նաև ձեր ներքին բաժանությունը, այդ եսասիրությունը, անմիականությունը, որի սկիզբը Հիսուս Քրիստոս դնում է ներքին հոգեկան խաղաղություն։ Եվ երկրորդ սիրելիներ, Քրիստոսին եկան և գրպագելու արև երկրի մեծագույն մոգերը իրենց հետ նվեր բերեցին նրան ոսկի, ըմբույթ և զմուռ, եկան խոնարհվեցին և երկրպագեցին նոր արքային և մատուցեցին իրենց նվերը։ Այս օրերին հատկապես այս նորտաղար շրջաններում ընդունված է, որ մեկս մյուսին նվիրներ են փոխանցում, այդ ճանապարհով մեր սերը և արգելքը փոխանցելով մեկս մյուսին։ Ասեմ, որ շատ հրաշալի սովորություն է, այդ ճանապարհով մեկս մյուսին փոխանցում է իր սերը ջերմությունը։ Բայց ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել ուրիշ պարագայի վրա, Քրիստոսի ծննդյան պարագայից։ Ասում է, ովքեր երկրպագեցին Քրիստոսին, խոնարհվեցին, նոր ապա իրենց նվերը բերեցին։ Այս էլ ինչ ասում է տարբեր ասում է խոնարհվեցին, նոր իրենց նվերը բերեցին։ Այսինքն նվերը շատ լավ գաղափար է, բայց Արիքացին ասում է, էականը ոչ թե նվերն է, այդ նվերը ինչպես է տալիս նվեր մատուցող է, նվերը մեծ փոքր մեջ չէ, այլ ինչ սրտով, ինչ հոգով, ինչ խոնարհություն է, որ փոխանցում ես դիմացին, թե բարեկամ, հարազատին, ոչ է, որին որ փոխանցում ես արդյունքան շարքանավերը։ Եվ ահա Քրիստոսին այդ մեծագույն նվերները տվեցին, ոսկի տվեցին, որը բոլորի ցանկությունն է ունենալ ոսկի, բայց ահա նրանք ոսկին տալիս, բայց համբուրելով, խոնարհվելով, երկիր պարզելով, այսինքն իմաստը ոսկու մեջ չէ, առու մեջ է, որպեսզի ոսկին ազդանա, այլ և մարդկանց ուղղակարներ։ Եվ հրապար սիրելիներ, այս երեկոն
Շագարույցի պատարագի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատքներ ենք այստեղ ամենասիրով ողջունելու և միմյանց փոխանցելու այդ մեծագույն ավետիսը, որ կարծում եմ ամենամեծ բարելուրն է, որ երբևիցե մարդ ստացել է և կարող է ստանալ, երևի հաջորդ մեծագույն ուրը կլինի դա երկրորդ դատաստանին, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոս պիտի գա մարդկանց դատել իրենց իսկ գործերով, բայց այսօր մենք ստանում ենք այդ ուրը, ստանում ենք լուր հաղթության, ստանում ենք լուր սրբության և հույսի, և մեզ հույս է տալիս, մեզ շնչանք է տալիս, որ մեզ համար բացված է հավիտենականության ճանապարհը, մեզ համար բացված է կյանքի ճանապարհը, և Քրիստոս հետո է, որ ասում է, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը։ Մենք միշտ ասում ենք, սա է ճշմարտությունը, նա է ճշմարտությունը, բայց Քրիստոս ասում է, ես եմ ճշմարտությունը, ինձանից հեռու իմ անիծի, սա է ճանապարհը, այլեք այս ճանապարհով ունենաք սրբություն, ունենաք հավիտենականություն, ունենաք խաղաղություն, սեր, ուստի սիրելիներ, մեր ավետն է և մաղթանքն է, որ Բեթղեմում ծնված մանուկը, որտեղ փոքրիկ խանձարով պատացված և դրված այնտեղ, հայտնի մանուկը ծնվի ամեն մեկի սրտից ներս, բացեք ձեր սրտի և մտքի դռները, որպեսզի այս երեկոյան մեր Տեր Հիսուս Քրիստոս իր աստվածային կարգով իջնի, ծնվի և բնակվի ամեն մեկի սրտից ներս, և սեր, խաղաղություն, երջանկություն, սեր, էժանություն, որպեսզի ձեր այս տարի, այս 2012 թվական, 2012 թվականը լինի սիրով, լինի հավատքով, ազգային գործերով և նվիրվածությամբ։ Քանզի շատ են կյանքի գայթակղությունները, նորությունները, գործությունները, շատ է ժամանակավորը, քիչ հավիտենականը, ուստի մելով ձեր մեջ, ձեր օգուստներս Քրիստոսին հավիտենականության, մշտանջենականության դռներն եք բացում այդ ճանապարհով անորոգ և անորոգ ձեր հետևից ձեր ընտանիքի անդամներին։ Աստծո սերը, հույսը և խաղաղությունը այս երեկոյան իշտանալուի իրապես վերելով սեր և խաղաղություն, որպեսզի կարողանանք դա ժամանակ ամեն մեկս մեր գործով, մեր ծառայությամբ կարողանանք նայել մեր Տեր Հիսուս Քրիստոսին, նորածին մանկան Բեթղեմում և ասելու հավատքով կյանքս ապրեցի, պատերազմում հաղթեցի, սերը և զրկումը մեր սրտում